Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հունվարի 2-ի համար, բոլոր տարվա ծնված նշանների համար։ Ես տանը չեմ, դրա համար տեսարանը մի փոքր ուրիշ է, ձայնս էլի մի փոքր արձագանքում է, բայց կարող մի փոքր ցածր լսել։ Այս տեսանյութում միայն տարվա ծնվածներին է վերաբերվում։ Գնանք, տեսնենք ինչ է սպասվում, օրը ուրբաթ է։ Եվ կսկսենք առնետներից։ Ինչ է սպասվում առնետներին, ասի կուղեմ, այս կարտերը մի քիչ ավելի մեծ են։ Ինչ է սպասվում առնետներին հունվարի 2-ին։ Հարգելի առնետներ, ինձ թվում է երևում է, այս կարտերը մի քիչ ավելի բոյով են, ավելի շատ են, այսինքն, քան նրանք, լայնքով է սա քառակուսի։ Ուրեմն այդ օրը կամ այցելելու եք հիվանդանոց կամ բժշկական կենտրոն, գուցե նաև կոսմետոլոգի մոտ եք գնում, գումարի հետ կապված խոչընդոտներ կան, կամ վերցնելու, կամ ուղարկելու, կամ ծախսելու, կամ գուցե բանկային քարտի հետ կապված, ինչ որ պահեր են, որ կարող եք նաև մի փոքր նեղվել, որտեղ խոչընդոտներ կան։ Նաև դա կարող է կապված լինել ձեր զուգընկերոջ հետ, ձեր ընտանիքի անդամների հետ, գործընկերոջ հետ նույնպես, ինչ որ գումար եք ուզում փոխանցել, ոնց որ չի ստացվում փոխանցել, չի ստացվում ուղարկել եւ այլն, ինչ որ պահեր են։ Նաև այստեղ ոմանց ամուսնության առաջարկ կանեն, սիրո խոստովանություն կանեն, նաև հարսանիքի կարող են ձեզ հրավիրել, նաև գործարք է սա, որը եւս ոնց որ գործարքը ուզում եք կնքեք, բայց գումար չեք կարողանում փոխանցել։ Երկերեսանի մարդիկ կան ձեր շրջապատում, որոնք որ ձեր մտքերը կարող են շեղել, այնպես անել, որ դուք սկսեք տատանվել ինչ-որ հարցի շուրջ եւ ընտրության առջև կանգնել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերի։ Ինչ է սպասվում ցուլերին հունվարի 2-ին։
Հարգելի ցուլեր, տարվա ծնված ցուլերին է վերաբերվում, այդ օրը մի փոքր աշխատանք կունենաք, կարիերայի առաջ խաղացում ունեք, բայց ոչ շատ, շատ չի, հա, աշխատանքը։ Նաև լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք, օրվա ընթացքում ոչ հնարավորություն ձեր ձեռքից բաց կթողնեք, որտեղ կարող է ինչ-որ միտեղ մնացել եք, գնացել եք և երկար մնացել եք այնտեղ և ձեր գործերը մնում են։ Նաև ինչ-որ մի բան է կանգնած, ինչ-որ մի բան է դանդաղում, ինչ-որ մի բան դեռ սպասում եք, որ գա։ Տան հետ կապված ոչ իրադարձություններ ունեք, հնարավոր է առիթ է, հնարավոր է ընտանիքի անդամներին է սա ցույց տալիս։ Հույսն հետ կամ դել եք իրենց վրա, կամ հույս ունեք տան հետ կապված ինչ-որ հարցերը կլուծվեն, կանեք, կվճարեք եւ այլն, հա, ինչ-որ հարցեր են, որոնք որ կամ հյուրերը կգան, կամ կբավականացնի ուտելիքը, ամեն մեկի մոտ սա մի հարց կարող է լինել։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին հունվարի 2-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը ոչ է կարևոր նորություններ կստանաք, որը կարող է ազդել ձեր հարաբերությունների վրա, ձեր աշխատանքի, կյանքի, այլ հարցերի վրա։ Նաև սա հնարավոր է ինչ-որ փաստաթուղթ եք ստանում, տեղեկատվություն եք ստանում, ոչ է փաստաթուղթ եք ստորագրում նաև։ Իսկ սիրային հարցերում սա նշանակում է, որ կարող եք ոչ է SMS ստանալ ձեր սիրելիից։ Նաև չնայած կարող է եւ ոչ է ընկերոջից ստանաք։ Եվ այդ օրը ինչ որ մի բան է փակ, ինչ որ մի բան կարող է ուշանալ, դեռևս ոնց որ դե ժամանակը չէ այս պահին, կամ ճիշտ ժամանակին չեք հասել տեղ, չեք արել, կամ սա նաև կամ ժամանակին պետք է արած լինեիք, սա ժամանակին պետք է ինչ-որ մի բան ուղղած լինեիք, որ հիմա կարողանայիք դա անել։ Եթե չեք արել, հիմա դա ուշանում է մոտավորապես, կարող է 2.5 ամիս եւ ավել դա ուշանա։ Նաև որոշ չափով սա նշանակում է կյանքի փոփոխություններ ձեր մոտ, այնպես որ սպասեք ամանորի շեմին ձեր կյանքում կյանքի փոփոխությունների, ոչ իրադարձությունների փոփոխություններ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակների։
Ինչ է սպասվում նապաստակներին հունվարի 2-ին։ Հարգելի նապաստակներ, այդ օրը առաջ խաղացում ունեք, զարգացում ձեր գործերում, նաև ոմանց մոծային թիմ հարաբերությունները, ոմանք կարող ցանկանան էլի քնել, ինչպես արթնանաք, աղաշոտ եք արտանում, ինչ-որ գործեր եք անում, արագացնում եք ձեր գործընթացը, հետո ոնց որ նորից էլի պարկում եք քնելու, օրվա ընթացքում կարող ցանկանաք քնել։ Նաև օրվա ընթացքում կարող վիճել, ոչ մարդկանց հետ հնարավոր է նաև սպասում եք չեն գալիս կամ չի լինում, դրա համար վիճում եք դիմացինի հետ։ Եվ նաև այդ օրը տան հետ կապված վեց իրադարձություններ ունեք, հնարավոր հյուրեր եք ընդունում, հնարավոր է տեղափոխություն է, հնարավոր է նաև մեկ այլ հարց է տան հետ կապված կարող է առիթ է։ Եվ հանդիպում կամ շփում կունենաք որևիցե մասնագետի հետ։ Այդտեղ կարող է նաև տան հետ կապված լինի, կարող է եւ մեկ այլ։ Կարող գնում եք տուն տեսնելու օրինակ, բրոկերը եւս այստեղ մասնագետ կարող է լինել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապների։ Ինչ է սպասվում վիշապներին հունվարի 2-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը այստեղ ի՞նչն եմ տեղադրել, գնացել են կողմ։ Այդ օրը որևէ փաստաթուղթ կարող եք ստանալ, որևէ տեղեկատվություն, որևէ կարևոր լուր,
որից հետո ձեր գործերը առաջ կգնան, հնարավոր է նաև այս փաստաթուղթ եք ստանում, որից հետո եւս, ձեր գործերը կարողանում եք տանել առաջ եւ նաև հաջողություն է դա։ Սա կարող է լինել նաև հարաբերությունների առաջ խաղացում, այնտեղ ինտիմ հարաբերություններ, եթե ոչ, կարող է նաև լինել գործնական։ Ոմանք կարող են օրվա ընթացքում ցանկանալ պարկել, քնել, հանգստանալ եւ երեկոյան մի փոքր ուշադիր։ Ընտանիքի անդամների հետ կարող եք վիճել, եւ մեկը մյուսին բավականին նեղացնի այստեղ։ Հաշտեցումը չեմ տեսնում։ Միգուցե այդպես նեղացած քնեք։ Դրա համար պետք է ուշադիր լինեք այդտեղ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք օձերին։ Ինչ է սպասվում օձերին հունվարի 2-ին։ Հարգելի օձեր, այդ օրը ուրախ եք, բարձր տրամադրություն կունենաք, էներգիավլի կլինեք եւ կարող այդ էներգիան օրինակ օգտագործում եք դիմացինի հետ վիճելու համար։ Դա համար պետք է ուշադիր լինեք կամ ոնց որ ձեր տրամադրությունը ուզում են փչացնել եւ վիճում եք։ Համար պետք չի այդ օրը տրամադրությունը գցել կամ փչացնել ինչ-որ մարդկանց համար։ Նաև այդ օրը գործերը առաջ տանել կարծես թե չի լինում, կարող եք ոգևորվել, ուզենալ ինչ-որ մի բան անել, բայց չի լինում։ Ինչ-որ խանութ է փակ, ինչ-որ ապրանք չկա, որտեղ չեք կարողանում այցելել, որտեղ խանութ է փակ, որտեղ սա եւ չեք կարողանում ձեր գործերը առաջ մղել։ Այդ օրը կարող եք նաև ժամ պայմանավորվել ինչ-որ մեկի հետ, հենց կարող է նաև դա է, որ ուզում եք ինչ-որ մեկի հետ ժամ պայմանավորեք եւ չեք կարողանում։ Իսկ ովքեր էլ որ արդեն պայմանավորվել են, պետք է ուշադիր լինեն, որպեսզի չուշանան։ Եվ օրվա ավարտին երգեք փնտրելու ինչ-որ հարցին լուծում տալու համար։ Նաև դա հնարավոր է ինչ-որ մի վատ լուր, որը որ կարող եք լսել։ Օրվա էներգիան շատ լավն է, լավ եք սկսում, բայց հետո փչացնում եք։ Հետո տալիս եք բացասական էներգիա օրվան եւ արդեն շարունակվում այստեղ բացասական պահերը։ Այսքանը ձեզ համար, որը ձեր ձեռքում է, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերին։ Ինչ է սպասվում ձիերին հունվարի 2-ին։
Հարգելի ձեր, ինչ-որ բան չկա, նայեք տատանվում եք, չգիտեմ ինչու, ամբողջ օրը երևի տատանվում եք, ինչ-որ մի բան այնպես չէ, որ մարդը մտածմունքների մեջ է, ինչ-որ բան է ձեզ տանջում, որ ամբողջ օրը ձեր ուղեղում միայն դա է, և ոչինչ չունեք անելու, տանն եք, նստած եք, իրադարձություններ երևի թե դուք պետք է ստեղծեք ձեզ համար, որովհետև քարտերը ցույց չեն տալիս։ Նայեք, եւ ձեր ամսվա նշանը, միգուցե այնտեղ ցույց տա որոշ պահեր, միգուցե այնտեղ եւ այստեղ հետո հասկանաք, թե ինչու եք այդքան տատանվում։ Ինչ-որ մի բան է այստեղ։ Ես բաց թողնված քարտ չեմ տեսնում, ամենայն դեպս, եթե դուք տեսնում եք, ասեք, բայց ես որ չեմ տեսնում բաց թողնված քարտ։ Կանխատեսումը այդքան էլ լիարժեք չի լինում, դրա համար լավ կլինի նաև նայեք ձեր ամսվա նշանը։ Այդպես ավելի ռեալ կլինի եւ ավելի մեկը մյուսի հետ կհամադրեք արդեն այդ դեպքում։ Այսքանը ձեզ համար։ Իդեպ, եթե մտածում եք, սկսվել է ձեր տարին, ասեմ ոչ, դեռևս չի սկսվել, դեռևս հանգիստ մնացեք, փետրվարի 17-ից հետո, նոր հետո արդեն կարող վայելել և սկսել գործունեությունը, հենց ձեր իսկ տարվա համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այծերին։ Ինչ է սպասվում այծերին հունվարի 2-ին։ Հարգելի այծեր, այդ օրը հաջողություն ունեք երկար սպասված տեղեկության հետ կապված կարել։ Նաև դա կարող է լինել ինչ-որ փաստաթուղթ է, որին սպասում եք, ինչ-որ մեկից նամակ է, որ հաջողությամբ կստանաք։ Այդ փաստաթուղթը նաև որ ինչ-որ դռներ կբացի ձեր առջև կկարողանաք որոշ գործեր անել, հաջողության պահին կունենաք։ Նաև լավ լուր է իր հետ բերելու, բարի լուր է իր հետ բերելու։ Այստեղ ճանապարհ եք գնալու հիվանդանոց կամ ոչ բժշկական կենտրոն կամ նաև ոչ կոսմետոլոգի մոտ, կարիերան է նվազում, դա նշանակում է, որ այդ օրը չեք աշխատի, միգուցե աշխատանքը կիսատ եք թողնում, գնում եք օրինակ հիվանդանոց կամ հիվանդանոցից ինչ-որ մարդ պետք է բերեք տուն, գնում եք որ հետ բերեք տուն եւ ելք եք փնտրում ինչ-որ հարցին լուծում տալու համար եւ կարող մտածեք, որ անհույս է այս իրավիճակը, իրականում դա այդպես չէ, ամեն ինչ նաև ձեզանից է կախված, կարող եք հանգիստ ինչ-որ հարցին լուծում տալ։ Միգուցե աշխատանք չունեք, միգուցե այս պահին պատվերներ չունեք։ Եվ կարող եք այդ հարցին ճիշտ լուծում տալ։ Այսքանը ձեզ համար,
Կամ կտրուկ կարող քայլ եք անում, որոշում եք եւ ինչ-որ քայլ եք անում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկների։ Ինչ է սպասվում կապիկներին նոյեմբերի 2-ին։ Ուй, ինչ նոյեմբեր։ Մեկ րոպե։ Ինչ է սպասվում կապիկներին հունվարի 2-ին։ Հարգելի կապիկներ, այդ օրը հեռախոսազանգ ունեք կամ օցերին եք զանգարում կամ ոնց որ ինչ-որ բան եք ուզում անեք, իրենք օց են եւ չեն ուզում անել։ Ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ ձեզ մոտ կգան։ Այդ օրը նաեւ հանդիպում կամ շփում կունենաք ոչ թե տղամարդու հետ եւ տարիքով ունեք եւ երիտասարդ, հա, երկուսի հետ կարող եք հանդիպել այստեղ կամ խոսել։ Ամեն մեկը մի ոլորտի հետ կապված, մեկը կարող է սիրո, միգուցե երկուսն է սիրային են, ամեն մեկին այստեղ կախված է իր տարիքից։ Դա մեկ ավելի հասուն տղամարդ է, մեկը երիտասարդ է։ Նաև այստեղ լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք, բայց կարող եք հուզվել, արտասվել նաև։ Ելք եք փնտրելու, միգուցե աշխատանքի հետ կապված, որտեվ այս պահին կարծես թե չեք աշխատում, այս պահին նստած եք։ Պատվերներ դեռևս չկա, բնական է մարդիկ դեռ նշում են ամանորը եւ դեռ իրեն սեղանի ուտելիքներն են ուտում, հա, այնպես որ դեռ ինչ որ բաներ չկա, լավագույն դեպքում ծաղիկ կամ ոչ թե նվեր դեռ վաճառվի։ Եվ սպասում եք, ինչ որ մեկին եք սպասում երեկոյան կամ ինչ որ բանի կողասել են գալիս են օրինակ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ակաղաղներում։ Ինչ է սպասվում ակաղաղներին հունվարի 2-ին։
Հարգելի կապիկներ, այդ օրը ճանապարհ եք գնալու, նաև կարող է ճանապարհի հետ է կապված որոշ խոչընդոտներ, կամ նաև առավոտյան ինչ-որ խոչընդոտներ են, հետո դրանից հետո գնում եք ճանապարհը, կարող է իրար հետ կապ չունի։ Սեղանի շուրջ եք նստելու, նաև ուշադիր եղեք ինչ եք ուտում այդ օրը, որովհետև կարող եք հետո ձեզ վատը զգալ։ Կամ քիչ խմեք, օրինակ, մի քիչ առողջության հետ կապված խնդիրներ կան։ Օրվա ընթացքում նաև կարող եք հանդիպել կամ շփվել ոչ թե տղամարդու հետ, կարող է մասնագետ է, կարող է ինչ-որ մեկնեում կարող եք տեսնել, կարող աշխատակիցներից է եւ այլն։ Օրվա վերջ ելք եք փնտրելու ինչ-որ հարցին լուծում տալու համար եւ հեռախոսազանգ ունեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շներին։ Ինչ է սպասվում շներին հունվարի 2-ին։ Հարգելի շներ, այդ օրը ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, նաև հանդիպում եք ձեր տղային։ Այստեղ երկու տարբեր տարիքային տղամարդիկ եւ տղաների կարող եք հանդիպել, միգուցե ձեր տղան է, միգուցե ձեր սիրելին է։ Մյուսը կարող է մասնագետ է, որ այստեղ կարող է այցելեք նաև բժշկական կենտրոն, կարող է մյուս տղամարդը բժշկական կենտրոնի բժիշկ է։ Ամենայն դեպս այդ օրը երկու տարբեր տարիքի տղաների հետ կամ կհանդիպեք կամ կզրուցեք։ Նաև ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը։ Եվ ինչ որ գործեր այդ օրը կմղեք առաջ, նաև ձեր կարիերայում առաջ խաղացում կլինի։ Նաև ոմանք կարող է այցելեն հիվանդանոց, ոչ թե բժշկական կենտրոն։ Միգուցե չեք կարողանում, սկզբում կարող չեք կարողանում ինչ որ գործեր առաջ մղեք, որովհետև կարող է ձեզ լավ չեք զգում, հետո լավանում եք եւ շարունակում եք ձեր գործերը, կարողանում եք անել այն գործերը, որոնք որ մնացել էին։ Կամ նոր պատվերներ ընդունել, պատվերները առաջ տանել, այդպես անել, ավարտել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազներին։ Ինչ է սպասվում վարազներին հունվարի 2-ին։
Հարգելի վարազներ, նաև խոզեր է կոչվում։ Այդ օրը կարող եք հուզվել առավոտյան, կարող եք նաև արտասվել։ Հույս ունեք, որ ինչ-որ մի բանը ավելի շուտ կլինի, որովհետև մոտապես 2 ամիս է այն տևելու։ Եվ հույսով լցված եք, որ կարող է ավելի շուտ լինի։ Կտրուկ քայլ կարող եք անել այդ օրը կամ ոչ անսպասելի մի բան տեղի ունենալ ձեզ հետ։ Եվ կարող են անգամ մտածեք, որ դա անհնարին է այդ հարցը լուծել, որ ինքը շուտ լինի։ Օրվա վերջ հաջողություն ունեք ձեր գործերում, ձեր աշխատանքում, ուզում եք ինչ-որ մեկին զանգահարել, չի ստացվում, կամ ձեզ են զանգահարում, չի միանում, չեք ընկնում, չեն ընկնում, կամ դուք չեք տեսնում, հետո դուք եք զանգահարում, ինքը չի տեսնում եւ այլն, նմանատիպ ինչ-որ պահեր կարող լինեն, հեռախոսը զանգի հետ է դա կապված։ Միգուցե ինչ-որ ուզում եք հրավիրել, որպեսզի ինչ-որ առիթի կամ գա ձեր տուն, կամ նաև դա կարող կապված է սեղանի շուրջ են նստած, դրա համար չեն լսում հեռախոսազանգը կամ դուք։ Նաև այստեղ ոչ թե տղայի հետ կարող եք ժամ պայմանավորվել, կամ արդեն իսկ պայմանավորվել եք եւ կարող եք գնալ, օրինակ, հաջորդ օրը լիալուսինն է եւ կարող եք գնալ գեղեցիկ լուսնի ներքո ինչ-որ ռոմանտիկ պահեր անեք, միգուցե ձուն է գալիս, դուրսը լուսին, հետաքրքիր ինչ-որ պահեր։ Դա նաև կարող է ձեր տղան է, ժամ է ասել եւ այդ ժամին օրինակ գալիս է տուն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։